Free News-ի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է Երևան-Փարիզ ձևաչափով, Փարիզից ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև Արման։ Ողջույն Գագիկ ջան։ Դե ինչ, ո՞նց է Փարիզում վիճակը հիմա, սկսենք այդտեղից։ Քիչ առաջ ճիշտ ասած իմացանք, որ մեղադրական արդյունք ունեցավ Սարկոզիի դեմ դատական քննություն կար, այդ նրա նախընտրական կամպանիայում Կադաֆիի դերի մասին ֆինանսավորման, նրան մեղադրանքը չհաստատվեց որպես այդպեսին, որպես անմիջականապես մեղավոր, չնայած նա մեղավոր ճանաչվեց որպես այդ խմբավորման, անմիջական մասնակից կամ եթե կարելի այսպես ասել, տեղյակ, ամենայն դեպս տեղյակ լինելու 5 տարով ազատազրկում, ամբողջ աշխարհը այս պահին այդ մասին է խոսում, եւ բնականաբար նա պետք է բողոքարկի եւ շատ վեհ դուրս եկավ եւ խոսեց եւ նշեց, որ փաստացի սա անարդարությունը եւ միջև նա իր կյանքի նպատակն է պայքարելու, որպեսզի ապացուցելու։ Սա գալիս է ասելու մի բան, որ ժողովրդավարությունում նույնիսկ նմանատիպ նախագահները, նա շատ ուժեղ նախագահ էր, ամենատես այդպիսի իմիջ ուներ, բոլորը հավասար են մի բա օրենքի առաջ։ Այո, դա ֆրանսիական ժողովրդավարության հերթական ապացույցն էր։ Ով ուզում է լինի, ուզում է դա լինի Սարկոզին, ուզում է լինի Օլանդը, ուզում է լինի, ով ուզում է լինի, եթե ինքը օրենքի առաջ ինչ-որ խնդիր ունի, ապա պետք է պատասխան տա։ Ես վստահ եմ, որ Սարկոզին շատ երկար պատասխան կտա։ Հնարավոր է արդյոք Սարկոզիի վերադարձը լինի սա քաղաքականություն։ Սարկոզին իրականում երբեք քաղաքականությունը չի լքել, բայց նա աշխատում էր կուլիսների հետևում։ Ակտիվ, նա աշխատել է կուլիսների հետևում, որովհետև աջակողմյան ուժերը իրենց հիմնական մասով միշտ փորձել են ապավինել Սարկոզիին, ինչ խոս նրա իմիջը որպես այդպեսին բավականին դժվար էր, որովհետև պատկերացնում եք բազմաթիվ գործեր կային, եւ դեռ շարունակում են չեն ավարտվել, սակայն նա իր օֆիսն ունի, բյուրոն ունի, որպես նախկին նախագահ, ընդունությունները միշտ կազմակերպում, նույնիսկ վարչապետը ներկայիս նշանակված հասցրել այցելել նրան միջև նշանակումը, մի խոսքով ուզում ասել, եւ աջակողմյան ուժերը, ասենք Բրունո Ռետայուն, որը ներգործ նախարարն էր, որը հիմա նախագահական ամբիցիաներ ունի մյուս ընտրություններում, եւս նրա մտերիմն է, բայց որպես այդպեսին նա էլ չի կարող, այդպեսի մեծ ազդեցություն չի կարող տալ, ինչպես որ կար նա նախագահական ժամանակներում։ Շատ լավ, Արման, ես առաջարկում եմ այժմ մենք դիտենք տեսանյութը, որ ամփոփում է անցնող շաբաթը, եւ տեսանյութի ավարտից անմիջապես հետո շարունակենք մեր զրույցը։ Շատ լավ։ Այժմ տեսանյութը։ Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգության առիթ են, ավելին այն ինչ կատարվում է վկայում է երկրի ազգային անվտանգության սպառնալիքների աճի մասին, մինչ խորհրդարանական տիտղոսային ընդդիմությունն ու Մոսկվայամետ 5-րդ շարասյունը Կրեմլի թելադրանքով Երևանի կենտրոնում երգում են իրենց հին երգերը եւ ամեն անկյունում գոռում գոչում են իմպիչմենտի մասին, Հայաստանը կրկին կանգնած է բախտորոշ ընտրության առջև։ Մի կողմում Մոսկվան է, որը փորձում է պարտադրել իր սերը ժանգոտ քաղաքականությամբ ու սպառնալիքներով, մյուսում Արևմուտքը, որտեղ Հայաստանին տեսնում են ոչ թե որպես գաղութ կամ ենթակա, այլ որպես հավասար գործընկեր։ Եվ մինչ ռուսական քարոզչամեքենան ու տեղական ընդդիմությունը միաձայն վախեցնում են ժողովրդին ոչ միայն պետության, այլև երրորդ հանրապետության փլուզմամբ, իրականում նրանք մեկ այլ բանից են սարսափում։ Վախենում են, որ Հայաստանը վերջապես դառնա իսկապես ազատ եւ ինքնուրույն։ Հենց այդ պատճառով է, որ Մոսկվան շարունակում է իր հին խաղը։ Յուղ ու բենզին է լցնում ներքաղաքական կրակի վրա, որպեսզի Երևանում կրկին բորբոքվի կառավարվող քաոսի բոցը։ Խորհրդարանական ընդդիմությունը ամեն գնով ձգտում է Հայաստանին ետանել մաղձով լի անցյալ, բայց ժամանակները վաղուց փոխվել են։ Հայ հասարակությունը հստակ հասկանում է ապագան ոչ թե Կրեմլից տվերում է, այլ Եվրոպայի հետ, ՆԱՏՕ-ի հետ գործընկերություն, ԱՄՆ-ի հետ պայմանագրեր, Եվրամիության աջակցություն, ինչը ստեղծում է հնարավորություն վերջնականապես ազատագրվելու ֆորպոստի նվաստացուցիչ պիտակից եւ դառնալ մի երկիր, որն ունի իր սեփական ձայնը եւ ուժը։ Համայն աշխարհի ցարի հավակնություններով Կրեմլի առաջնորդի համար նման հեռանկարն անսպասելի եւ անընդունելի է, եւ դա նա արտահայտում է տեղի անտեղի բողոքելով։
не выражаться. Ազատ եւ անկախ լինելու ցանկություններին ի պատասխան Ռուսաստանն ու նրա տեղական վասալները շարունակում են սպառնալ, ճչալ, ցույցեր ու մարիոնետային ներկայացումներ կազմակերպել, որովհետեւ Հայաստանը կրկին հայտնվել է այնպիսի իրադարձությունների էպիկենտրոնում, որտեղ որոշ ուժերի համար օդ ու ջրի պես պետք է ստեղծել իրավիճակ, որում արյունը, քրեական եւ քաղաքականությունը կմիաձուլվեն։ Այստեղից հետեւություն։ Փարաքարի համայնքի ղեկավարի սպանությունը պարզապես ողբերգություն չէ։ Դա ազդանշան է հին քրեական բարքերն ու կապերը, որոնք ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ եւ որոնք տասնամյակներով քողարկվում էին, դուրս են գալիս ջրի երես։ Այստեղ այլ դրվագ կա։ Ասես ինչպես գիշատիչներն են հավաքվում թարմարյան շուրջ։ Առաջ վազեց ընդդիմությունը, ճչալով քաղաքական սպանության մասին։ Նրանք, ովքեր երեք արհամարում էին ընտրությունները, այսօր խաղում են ժողովրդավարության մարտիկների դերը։ Նրանց կեղծիքը սահմաններ չի ճանաչում։ Նրանց Հայաստանը պետք է որպես ցարական գաղութ, ռեսուրս եւ օտար պատերազմների թնդանոթի միս, բայց հայ ժողովուրդն այլևս չի պատրաստվում հանդուրժել պատմության դիահերձարանի տրամաբանությունը։ Ինչպես կասեր դասականը, հերիք եղավ։ Утром яичница, днем яичница, вечером яичница, а ночью омлет. Դատեկինքներդ ինչ է լինում, երբ հավատարիմ են մնում Կրեմլին։ Արցախի նախկին նախագահի նախկին ներկայացուցիչ ճակատագիրը վառօրինակ։ Խորհրդանշական Մոսկվայամետ կերպար, ով փորձեց ներկայացնել իրեն որպես քաղաքական կալանավոր։ Իսկ ինչ է անում խորհրդարանական ընդդիմությունը։ Նորից ճիշտ, նորից հիստերիա, նորից մեղադրանքներ։ Իսկ մինչ այդ պետությունը փորձում է կերտել սեփական կայուն եւ ապահով ապագան։ Պատրաստվում է նոր փաստաթուղթ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին։ Այլ կերպ ասած, Եվրոպան ու Ամերիկան հերթական անգամ բացում են դռները, առաջարկում անվտանգություն ու զարգացում։ Փաստացի 4-րդ հանրապետության ստեղծման պլաններին հակադրելու համար ընդդիմությունն ամեն գնով փոշոտ սնդուկից հանում է նախապես տապալված իմպիչմենտի մասին կարգախոսները, մոռանալով, որ դա նմանվում է էժանագին ներկայացման։ Նրանց հերթական գաստրոլների մասով միայն կարելի է ասել. Ну что вы за люди такие? Как вам не стыдно? Вам по 40 лет, большая половина жизни уже прожита. Что у вас позади? Что в настоящем? Что впереди? Мрак, грязь, страх и ничего человеческого. Опомнитесь. Опомнитесь, пока не поздно. Вот вам мой совет. Նրանք պարզապես չեն գիտակցում իրականությունը։ Հայաստանն ունի հնարավորություն վերջնականապես փոխվելու մահացած կայսրության շղթաներից եւ վերջապես ամբողջ հոգով ու սրտով ասել. ցտեսություն անլվա Ռուսաստան։ Որպեսզի դա տեղի չունենա, ընդդիմությունն ունի իր ծրագրերը։ Ահռելի քանակի ապատեղեկատվություն, գեբելսյան տեխնոլոգիաներով, աբսուրդային ու սարսափեցնող, որովհետեւ խաղաղությունը մեր տարածաշրջանում նրանց համար մահվան նման է։ Ուստի նրանք կօգտագործեն բոլոր հնարավոր միջոցները, որոնք ունեն, մինչեւ վերջին շունչը կաշխատեն մարդկանց հոգեբանության վրա, տարածելով խուճապ, սարսափելի եւ միաժամանակ պարզունակ ապատեղեկատվություն ու թշնամական նարատիվներ։ Իսկ մինչ այդ իրադարձությունները մեզ միայն մնում է ֆիքսել ամենակարևորը։ Վարչապետը Մոսկվայում էր, հանդիպում Պուտինի հետ, հետո այց Նյու Յորք, ապա Ստրասբուրգ։ Միրզոյանը, Բայրամովը եւ Ռուբիոն կարճ հանդիպումներ ունեցան Նյու Յորքում, շուտով Եվրոջաստում իր աշխատանքները կսկսի Հայաստանի ներկայացուցիչը, Մերձավանում կրակոցից տուժածը գիտակցության է եկել եւ հարցաքնվել, եւ վերջում ռուսո պրոպագանդիստո Մարկեդոնովի խոսքերը 4-րդ հանրապետության գաղափարի մասին։ Մեջբերում Փաշինյանը նպատակ ունի վերագործարկել ազգային պետական ինքնությունը։ Մեջբերման ավարտ։ Թե ինչ սпасել առաջիկա օրերին, ժամանակը ցույց կտա։ Ահա Դիտեցինք տեսանյութը շատ հետաքրքիր ձևով մեզ տեղափոխեց կրկին Նյու Յորք, Միացյալ Նահանգներ, որտեղ ի դեպ շատ հետաքրքիր է, հա, ինչ որ տեղի ունեցավ մեր սիրելի Մակրոնի հետ։ Հա, նման բան կարող է տեղի ունենալ երևի թե միայն Մակրոնի հետ եւ միայն Միացյալ Նահանգներում եւ ինչպես նա դուրս եկավ այդ տհաճ իրավիճակից։ Դե նախագահ Մակրոնը մի գիծ ունի, որը շատ լավ պահում է արդեն բավականին երկար տարիներ, դա նաեւ ֆրանսիական դիվանագիտությունն է, դա նաեւ Ֆրանսիան է աշխարհում, դա ըստ իս միջազգային իրավունքի պահպանումն է, որի ոտնահարումների բազմաթիվ օրինակներ տեսնում ենք եւ ցավոք սրտի աշխարհը այսօր շատ է վարանում հենց միջազգային իրավունքի ֆոնին եւ դժբախտաբար կան լիդերներ աշխարհում, որոնք միշտ չէ մեղմասած, որ ուզում են հարգել այդ միջազգային իրավունքը։ Դրանից ելնելով Մակրոնը փորձում է Եվ պետք է նաև հաշվի առնենք ինչու է Մակրոնը հենց այս պահին, որովհետև նրան մնացել է տարի ու կես ընդամենը, որպեսզի իր մանդատը հասցնի իր ավարտին, նա արդեն նշել է, որ իր մանդատը մինչև վերջ տանելու է մինչև 27 թվականի ընթացքին եւ նա գործնելու որպես այդպեսին նախընտրական որևիցե մի բան չունի, միայն պատմության մեջ մնալու
մեծ ցանկություն, հա, որպեսզի գոնե ավարտին հասցնի, ասենք, այդ մեծ գաղափարները, որոնք են միջազգային իրավունքը, թույլերի պաշտպանելը, եթե կարելի է այսպես ասել, ինչ խոսք նա փորձեց Իսրայելի համար ստեղծել մի իրավիճակ, որտեղ նա վերջերս Իսրայելը պետք է հասկանա, որ խաղաղությունը երկու կողմի մասին է, շատերը նրան քննադատեցին, որ նա ուզում է դրանով խաղաղություն, ընդամենը, այսպես ասենք, սոցիալական խաղաղություն ունենալ իր երկրի ներսում, չմոռանանք նշել, որ այստեղ արաբական համայնքը, հա, եթե կարելի ասել, բոլոր բավականին մեծ է եւ բնականաբար դա ազդեցություն կարող է ունենալ, բայց նաեւ չպետք է մոռանանք, որ հերական համայնքն էլ փոքր չէ այստեղ, հա, ամերիկյան համայնքից հետո երևի թե ամենամեծ համայնքը ոչ այնքան քանակով, ինչքան եթե կարելի ասել ազդեցությամբ իրոք փոքր չէ։ Այսինքն այդ արգումենտը ես չեմ ընդունում եւ ինչն է այստեղ հատկանշականը, որ այստեղ ամբիոնից մենք երկուսս էլ տեսանք ՄԱԿ-ի ամբիոնից նույնիսկ եթե Իսրայելի եւ Պալեստինի հարցում Թրամփը եւ Մակրոնը համաձայն չեն, որովհետեւ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները շատ ավելի Իսրայելի կողմնակիցն են, բայց այստեղ ունենք լիդերներ, որոնք երկուսն էլ համաձայն են խաղաղություն բերելու հարցով։ Եվ օտես ինչ հետաքրիր զուգադիպությամբ այդ երկուսն էլ հենց Հայաստանի մեջքին են կանգնած նույն խնդրով եւ նույնպես ինչպիսի զուգադիպություն այդ խնդիրը կարծես թե կարողանում է լուծումներ ստանալ Հայաստանում ի տարբերություն հա կոնֆլիկտներում մենք տեսանք ինչպիսի նաեւ 380 աստիճան փոփոխության ենթարկվեց Թրամփը Ուկրաինայի հարցում ինչպես խոսեց նաեւ Էրդողանը Հայաստանի հարցում այո եթե մենք որովհետեւ գիտեք ես փորձում եմ խնդրի նայել ընդհանուր խաղաղության կոնցեպտի մասով եւ այո Էրդողանը շատ ավելի որը հետաքրքրվածություն ունի մեր ռեգիոնում նա տեսանք թե ինչպես ողջունեց եւ Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին եւ Ամերիկայի նախագահին եւ որովհետեւ վերջը ինչն է այստեղ մեկ ունենք մի հոգի որը Ամերիկայի Միացյալ Նահանգների խաղաղության ջատագովն է մի հոգի որը այսօր կարծես թե համարում է որ ասում է նաեւ որ 7 պատերազմ է լուծել չնայած որ նրան պակասում է ամենակարևորը ռուս-ուկրաինական պատերազմը հա դա եւ ինքը դա նշում է որ այդ միակն է որ իր մոտ դեռ չի ստացվում եւ որից հաստատված նաեւ նրա ելույթը մենք տեսանք նրան ելույթին հաջորդած մինչեւ դրան գալու ուզում եի նշել որ Մակրոնը իր կողմից եւս այդ խաղաղության ջատագովն է եւ նա տեսանք թե երկկողմանի հանդիպման ժամանակ ինչպես նրանք երկուսը մեկը մյուսին ինչ խոսք հեր չտալով խոսեցին դրա մասին, բայց հատկապես Թրամփը նշեց նույնիսկ անհամաձայն լինելով Իսրայել-Պալեստինի հարցում նա նրանից շնորհակալություն հայտնեց Մակրոնից խաղաղությանը աջակցելու հարցում նրա բոլոր ջանքերի համար ասել կուզի թե տեսնում ենք մենք մեր ճակատագիրը մեր տարածաշրջանային խաղաղությունը եւս այս երկու լիդերների լուրջ հա օգնությամբ նաև հաստատվեց եւ այս ամբողջ եկա վկայելու նրա մասին որ Հայաստանը իրավի լինելով կիզակետում տվեց այն օրինակը տվեց այն քաջության նաև օրինակը տարածաշրջանում ոչ միայն Հայաստանը նաև Ադրբեջանը դա պետք է նշել որ խաղաղություն կարելի է հաստատել որովհետև առանց խաղաղության վերջիվերջո այստեղ ազգերը տանջվում են, մահեր են եւ ընդհանրապես կատաստրոֆաների առաջ ենք մենք կանգնում։ Արման, ես ուզում եմ նաեւ մեր հեռուստադիտողներին հիշեցնել շատերը երևի թե դիտած կլինեն այդ կադրը, բայց երբ որ փոքր մի հանդիպման ժամանակ Թրամփը դիմեց Ալիևին, Ալիևը կնոջ հետ այնտեղ էր ու ասեց Ձեր մոտ խաղաղություն է, չէ՞։
կրակոց չկա, չէ, այսպես մատով հենց պահելով եւ ուշադրություն դարձրեցիր Ալիևի դեմքի արտահայտությանը։ Այսինքն այստեղ շատ լուրջ բան կա, աշակերտի նման ինքը ասես չէ, խաղաղ է, ոչ մի կրակոց եւ այլն։ Իսկ մենք գործ չունենք ուղղակի պահի տակ քաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելու հետ, մենք գործ ունենք շատ կոնկրետ գործընթացի հետ, որն է այս երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու, որին ուղղակի պնդում է Թրամփը, որ այն պետք է լինի։ Գիտեք ինչ կա, Ալիևը Թրամփի շնորհիվ այսօր ձեռք սեղմելու ղեկավար դարձավ։ Այո, ի տարբերություն Պուտինի։ Ի տարբերություն Պուտինի, որը փորձեր արեց, որը ղեկավարյաս կա եւ վերջո, բայց միակ տեղը, որ կարողացավ ձեռք սեղմել, դա Չինաստանն էր։ Եվ որից նաեւ շատ գրգռված, որ Թրամփը հայտարարեց, որ թղթեվագր է Ռուսաստանը։ Այո։ Ռուսաստանը շտապեց հայտարարել, որ ոչ թե վագր, այլ արջ։ Դե ինչ նշանակություն ու արջն է թղթի վրա, թե վագրը թղթի վրա, արդյունքը նույնն է։ Ի վերջո թուղթը ամեն տեղ է օգտագործվում, հա, շատ չխորանանք։ Եվ Արմա, մի շատ հետաքրքիր հանգամանք։ Շատ լուրջ է մոտենում այդ հարցին Հայաստանի վարչապետը, խոսքը 4-րդ հանրապետության մասին է, որ Հայաստանը, կարելի է այսպես ասել, հռչակում է 4-րդ հանրապետություն։ Ես ուզում եմ մենք զուգահեռ տանենք Ֆրանսիայի հետ։ Կարող ենք։ Ճիշտ չի։ Գիտեք ինչ կա, մեր կարող ենք, որովհետև Ֆրանսիան եւս իր այստեղ պարադիգմի փոփոխության մասին է խոսքը։ Այո։ Որովհետև վերջո մենք նաեւ այսօր չմոռանանք, մենք տեսեք խոսում ենք միջազգային լիդերներից, այդ լիդերները, որոնք զբաղվում են այսօր գլոբալ մակարդակի լուրջ խնդիրներով, լուրջ պատերազմական իրավիճակներով Միջին Արևելքում եւ Ռուսաստան, Ուկրաինա Եվ կանք մենք, որտեղ մենք վերցրել ենք միջազգային պարտավորություններ, մենք այսօր դուք խոսեցիք Ալիևից, հա, որը պարտավորություններ է վերցրել եւ առաջի դասարանցու նման խելոք կատարում լսում է եւ նա հասկացել է այդ հզորության մակարդակը, բայց մենք մեր կողմից նաեւ մենք վերցրել ենք լուրջ պարտավորություններ աշխարհի առջեւ։ Մենք այսօր աշխարհի առջև եկել կանգնել ենք որպես մի ժողովուրդ, որը ունեցավ իմաստություն իր կողմից, նույնիսկ եթե ունենալով նմանատիպ ծանրագույն հետևանքներ, գտավ իր մեջ ուժ, գտավ իր մեջ տոկունություն եւ ավելի կարելի ասել քաղաքական հասունություն չկորցնելու այլևս ժամանակ 30 տարի դուք պատկերացնում եք 30 տարի դե պետք է պարադիգմը փոխվի որ վերջո այստեղ ունենք մեր այն անպագորգոր խոսքերից մեկը այստեղ վերջո կարելի է կիրառել դա հառնելն է հառնենք այդ ավերակների միջից հառնենք հա փոխաբերական իմաստով ինչ խոսք եւ գանք մի իրավիճակի որտեղ մենք կոնստրուկտիվ ձևով եւ նայում ենք հարցերին եւ նայում ենք մեր հանրապետությանը որպես արդեն մի ինստիտուտի եթե կարելի այսպես ասել որտեղ ամեն ինչ գործում է առողջ եւ առանց ազդեցությունների օտար երկրա ասեմ հա կամ դրսից պարտադրվածի կամ վասալանման այդ պարտադրություններ որոնք մեզ ստիպել են չունենալ սեփական մտածողություն վերջին հայացքը անընդհատ այս կողմ այն կողմ ուղղելով չտեսնել ինչ է կատարվում մեր մոտ չուզենալ լուծել խնդիրներ որոնք կատարվում են մեր մոտ դուք ես չգիտեմ տեսեք ինչ ահռելի մենք քայլերով ենք գնում առաջ այսօր բոլորիս համար շատ հասանելի եւ պարզ է դարձել որ պետք է բոլորը հարկեր վճարեն որովհետեւ տեսել ենք որ այդ հարկերի վճարումն է հա օրինակ մեզ օգնելու վերակառուցելու մենք ինչ խոսք պատերազմով դա իմացանք բայց մենք վերջը իմացանք որ հերիք է հույսներս դնենք հա ինչ որ օտարերկրա ալիքների հույսները որովհետեւ հայտարարություններից բացի հերո չգնաց եւ վերջը մենք պետք է ունենանք այն մինիմալ ողնաշարը
պետք է ունենանք այն մինիմալ կայունությունը, որը ստեղծում ենք մենք ինքներս մենք արդյոք մենք մեզ որպես պետություն, հա, ես անձնավորված եմ խոսում, բայց պետությունը նաև վերցնենք որպես մի տենց մարմին, արդյոք մենք ունակ ենք կայացնելու եւ ինստիտուցիոնալիզացնելու, այսպես ամբողջ մեր կառուցվածքը պետականության եւ դրան այո, եթե դրան վարչապետը որոշել է նոր լիցք հաղորդելու համար նաև լրիվ կոչելու նոր հանրապետություն, 4-րդ հանրապետություն, այո, դա պետք է նայել այդպես, որովհետև մենք նոր ռելսերի վրա դրված մի պետություն ենք վերջը, որը պետք է գնա առաջ վերակառուցված գաղափարներով եւ վերջը դեմոկրատիան արդեն հաստատվել է, այստեղ մնում է մեզ կառուցել մեր իրականությունը ըստ օրենքի գերակայության շնորհիվ եւ ինչ խոսք կան դրան դժվարություններ, կան դրան հնից մնացած կամ տարիներով կուտակված սխալ, այսպես ասենք, ոչ սխալ չասենք, սովորություններ, որոնք պետք է մոռանալ եւ նայել նորովի, եւ այդ նորովի նայելու այդ նոր լիցք հաղորդելու տեսակետից ես ճիշտ եմ համարում պետությանը նոր պետություն կոչելու, որովհետեւ դա նաեւ իր հետ բերում է նորը անելու ցանկություն, դա նաեւ իր հետ բերում է նաեւ մի նոր սերունդի, որը պետք է ցանկանա այդ 4-րդ հանրապետության մեջ իր ուժն ու ներդրումը ունենալու կառուցելու, չէ՞, վերջո մենք օրինակն ենք ցույց տալու մեր եկող սերունդների, որ մենք կարողացանք ուժ գտանք։ Վերջը Գագիկ ջան, եկեք մի հատ նայենք աշխարհում ինչ է կատարվում այսօր։ Այսօր նույն ենք Իսրայելից եւ Պալեստինից ենք խոսում։ Իսրայելը չկարողացան միջև այսօր նրանք չեն կարողանում ուժ գտնել իրենց մեջ եւ հասկանալ մի բան, որ ատելությունը բերում է ատելության եւ պատերազմը բերում է պատերազմի, այո։ Պատերազմի, այդ է Մակրոնը դա նշեց, որ տեսեք եղավ այդ եղերնը իրենց մոտ, հա, այդ կոտորածը հոկտեմբերի 7-ի, երբ որ Համասը ներխուժեց, բայց ինչով նրանք պատասխանեցին եւ ինչի հասան։ Այսօր Համասը նույնքան զորքով շարունակում են կռվել եւ ինչն է այդտեղ միայն իրենց եւ պատանդներ ունեն դեռ, համարյա 50 պատանդ դեռ ունեն, մինչ օրս արդեն անցել է 2 տարի, այսինքն պատերազմը բերում է պատերազմի։ Մակրոնը ասաց, չէ, որ խաղաղություն ժամանակը եկել է խաղաղության։ Այսինքն տեսեք, ինչ հիանալի օրինակ է դրա համար, նրա համար Հայաստանի կառավարությունը, Հայաստանի, գիտեք ինչ է, դա շատ դժվար բան է իրականում։ Մեզ համար է նույնիսկ շատ դժվար բան է մեկնաբանելը, բայց դա մեծություն է, որ այսօր մտածենք խաղաղության մասին։ Վերցնենք Ուկրաինա-ռուսական կոնֆլիկտը, եթե թույլ կտաս, այստեղ կանգ առնենք, որովհետև այսօր ինչ է կատարվում, այդ կոնֆլիկտը ոչ մեկի ձեռ չի տալիս, հա, սկսած Ռուսաստանից, ուրեմն Ռուսաստանը վերջի տվյալներով ունի մոտարպես 2-3 ամսվա գոյություն ունենալու գումար։ Այսինքն թոշակներ բաժանում, նրանք հիմա այդտեղ ավելացած արժեքի հարկն են ուզում ավելացնել եւ այլն։ Այսինքն այնտեղ ներողություն, իրենք արդեն եզրին են էկոնոմիկ իրավիճակով, ինչն է նրանց լոկոմոտիվը, դա նրանց զինվորական արտադրանք, հա, մեքենայի նման այդ արտադրանքը շարունակում է դեռ իներցիայով աշխատեցնել էկոնոմիկան։ Հա, բայց դա կեղծ աճ է կամ կեղծ տնտեսություն է, հա, որ եւ դա ոչ մեկին ձեռ չի տալի։ Հիմա Ռուսաստանը ինչ է այսօր իրանց այդ Զապադը, որ արեցին այդ վարժությունները, մասնակցել են 15000 մարդ ընդամենը։ Անցյալ Զապադները միջև 100,000-ից ավել մարդ։ Այսինքն Պուտինյան Ռուսաստանը բանակ չունի։ Նույն իրավիճակը նաև Զելենսկիի մոտ է։ Զելենսկին այսօր մարդկային ռեսուրսի լուրջ խնդիր ունի, քանվում են այդ մարդիկ։ Մարդկային ռեսուրսի տեսանկյունից հա, օքեյ, զենքերը գալիս են, օգնությունները գալիս են ամբողջ աշխարհից, որովհետև այո, արդարությունը վերջը մեկ հատ է եւ այդ արդարությունից ելնելով է, որ եւ միջազգային իրավունքից ելնելով է։ Եւ վերջը իրենք ինչ են ուզում, օքեյ, տեսնում եք Ռուսաստանը այսօր այդ դինամիկայի մեջ ընդամենը ուզում է իր ինչ որ հողային պահանջներ կան, որոնք նա առաջ է քաշում եւ միևնույն ժամանակ այդ հողային պահանջներից ելնելով նրանք քանվում են ամենօրյա, ինչպես ասեցինք, եւ Եվրոպան էլ այսօր չի կարող աչքերը փակել միջազգային իրավունքի առաջ։
Այսինքն եւ ինչն է դրան բերում երկու լիդերների մոտ ու հատկապես Պուտինի մոտ, որովհետեւ Զելենսկին ես համոզված եմ շատ ավելի պատրաստական է, որովհետեւ նա վերջի-վերջո տեսնում է ինչպես է նրան քանվում իրենց։ Վերջի-վերջո նա ընտրված ղեկավար է։ Եվ այո, ընտրված ղեկավար է եւ նրա ժողովուրդը նա զգում է, այդ շունչը զգում է, բոլորն էլ զգում են այդ շունչը, երբ որ ընտրված ղեկավար ես եւ ի տարբերություն իրենց այդ միջին արևելքում նայեք Իսրայելի նոր խոսեցինք, ուզեմ ասել այդ խաղաղության հասնել ինքը բավականին մեծ քաղաքական ընդ որում Արման Ես ուզում եմ հիշեցնել, ես ինչու զուգահեռ տարա Ֆրանսիայի 4-րդ հանրապետության հետ։ Ֆրանսիայի 4-րդ հանրապետությունը ծնվեց կայացավ այն ժամանակ, երբ որ Ֆրանսիան նոր թոթափել էր այն դառը դաժան պարտության հետևանքները, չմոռանանք, չմոռանանք ֆրանսիական պարտությունը, դա բացարձակ կապիտուլյացիա էր, դա բացարձակ խայտառակություն էր, որովհետև Ֆրանսիա մի երկիր էր, որի պոտենցիալը գերազանցում էր գերմանականին, ռազմական պոտենցիալը անդամ, երկրորդ համաշխարհայինի ժամանակ, եւ Ֆրանսիան կրեց շատ դաժան պարտություն, եւ դրանից հետո իրենք էլ հասկացան խաղաղության արժեքը։ Ինչի մասն է խոսքը, Գերմանիան 10 տարվա ընթացքում վերականգնեց իր ամբողջ տնտեսությունը պատերազմից հետո լինելով պարտված պետություն։ Այո։ Լինելով պարտված պետություն, այսինքն մենք այսօր այդ գիտեք ինչ կա, ես համոզված եմ ժողովուրդը վերջերիչո ժողովուրդը արդեն հասկացել է եւ ժողովուրդը դա նշեց վարչապետը, որ իր հանդիպումներում ժողովրդի հետ, բայց միևնույն ժամանակ մենք բոլորս էլ մեր շուրջը տեսնում ենք եւ բոլորս էլ տեսնում ենք, որ այլընտրանք չկա։ Հիմա այստեղ միակ խնդիրը նա է, որ ունենք մյուս տարվա ընտրությունները եւ մենք նորից ունենք այդ կոչերը կամ այդ արտահայտությունները, այդ մաքսիմալիստական, որ մենք պետք է Ղարաբաղը բերենք հետ կամ չգիտեմ, դրանք պատերազմի վերադարձի կոչեր են, որոնք ընդամենը հույզերի հետ են խաղում, բայց որոնց ոչ մեկ էլ այլևս չի ուզում հետ դարձ։ Եվ դրանում է այսօր խնդիրը, որ եկել է մի բան, նաև այդ 4-րդ իշխանության 4-րդ հանրապետության մասին ենք խոսում, այո, ես հաճախ նաև տեսնում, հատկապես այս վերջերս այս նախկին նախագահների քննարկումներ, մենք որոնք որոշ չափով շարունակում են մեղադրել, որովհետև ինչն է խնդիրը, որովհետև այստեղ ամբողջովին բացահայտվեց նրանց ոչ միայն տկարությունը, այլ բացահայտվեց, որ նրանք ոչինչ չեն արել այդ ուղղությամբ։ Այսինքն մենք ժամանակ ենք կորցրել, հա, մենք պաթոսային այդպես կենացներ ենք ասել 30 տարի, այո, 30 տարի ժամանակ ենք կորցրել։ Եվ հիմա այլևս այդ ժամանակը չկա։ Հատկապես այս դարաշրջանում եւ վերջի-վերջո պետք է մի բան նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ինքը բելիցիչ չէ, ինքը կռվին չի գնում, նա գնում է խաղաղությանը։ Եվ այո, Եվրոպայի կողմից նաև ունենք մեր մյուս ընկերը, որը Մակրոնն է եւ այս մարդն էլ միջազգային իրավունքի պաշտպանն է։ Դե այդ երկուսի արանքում ենք մենք գտնվում։ Վերջի-վերջո։ Եվ ի վերջո կներես, որ ընդհատում եմ Արման ջան, ի վերջո երբ որ խոսույթի մեջ օգտագործվում է կառուցել պետություն, մենք պետք է դա հասկանանք նաև բառացիորեն, ինչպես այլաբանորեն, այնպես էլ բառացիորեն։ Այսօր երբ որ մենք տեսնում ենք, թե ինչքան թերություններ կա երկրում, ինչքան ճանապարհներ կա, որոնք պետք է դեռ կառուցվեն, ինչքան դպրոցներ ու մանկապարտեզներ կա, որոնք դեռ պետք է կառուցվեն, ինչ ոլորտներ կա, որոնք պետք է գրեթե զերոյից կառուցել։ Այս ամեն ինչը ի վերջո ընդհանուր բացթողումների մասին է նաև այդ 30 տարվա մասին է։ 30 տարի մեր ղեկավարները նախկին խաբել են, կոչենք իրենց անուններով, որ ամբողջ այդ միջոցները գնում են մեր ինքնապաշտպանության, պաշտպանվածության, թուրքերի դեմ, ազգ բանակ, բանակ ազգ,
եւ այսպես եւ այնպես անպագորգոր հիմար արտահայտություններ եւ որոնք ոչ մի բանի չեն բերել, ոչ մի հողում, ոչ բանակ են զարգացրել, բայց որը շատ ավելի ողբերգական է։ Այդ գումարները մսխվել են մի քանի տասնյակ ընտանիքների միջև, այդ գումարները այսօր չեն օգտագործվել։ Օրինակ, որը ահռելի բաց թողում է մեր կրթվածության մակարդակը բարձրացնելու, կրթության մակարդակը բարձրացնելու համար ապշած է այն օրը, երբ որ տեսնում է օրինակ ինչպես է Ֆինլանդիան պատերազմից հետո օգտագործել է իր հարաբերությունները սովետական միության հետ, տաք ու սառը հարաբերությունները ճիշտ պահելով, որ եւ զարգացնել են կրթական մակարդակը այն աստիճանի, որ այսօր բացառիկ կրթվածություն ունի իրենց ազգաբնակչությունը, ահռելի մեծ տարածք ունեն եւ ընդամենը 5 միլիոն են, բայց բացառիկ կրթված ժողովուրդ են։ Մենք ժամանակ են կորցրել, չունենք այդ համալսարանները, չունենք այդ դպրոցները, Գագիկ ջան, մենք խոսում ենք դրանց կառուցելու մասին, այսինքն մենք տարրական դասարանները չենք ունեցել, ու մնաց դրա ծրագրերի ֆինանսավորումը, մեր ուսուցիչների, դասատուների, դասախոսների կատարելագործումը, նրանց բարձր մակարդակում, որպեսզի մեր դաշտում եւս մենք այսօր ունենանք high level, բարձր մակարդակի քննարկումներ, բարձր մակարդակի, լուրջ մակարդակի վերը դեպի առաջընթացը նայող, մենք չունենք դրա իրավունքը ուրիշ ձևի նայելու։ Մենք այսօր ոչ տարիների ընթացքում, ոչ մեր հնարավորությունները քիչ թե շատ եղած չենք ուղղել, ասել ենք ուղում ենք բանակին, չենք ուղղել ուսմանը եւ կրթությանը, չենք ունեցել ռազմարտունաբերություն, չենք ունեցել այդ ռազմաբերությունը, չենք ունեցել մի համակարգ, որը դրված է։ Ինչպես կարելի այսօր հումոր ընդամենը ու այդ նախքին այդ գործիչները, որոնք ունեն այդ երեսը գան այսօր մտնեն պարլամենտ, հասկանալի է իրենց համար դա մի անձևանոց է պաշտպանվելու կարծում են թե իրավունքից, բայց իրավունքը նրանց հետևից կգա, օրենքը նրանց հետևից եւս կգա, որովհետեւ ամենքն էլ պետք է պատասխան տան, հա, այս տարիների, այս կորուստների մասին։ Եվ փոխանակ այսօր մենք այսօր եկել ենք մի դրության ենք եկել, որ զգում ենք այդ ամբողջի պակասը։ Այո, բանակի պակասը բերեց մեզ նրան, որ մենք ունեցանք այն ինչ ունեցանք այս կորուստների, դրանք անխուսափելի էին, եթե մենք չունենք բանակ, ինչպես կարող ենք պաշտպանվել տասնյակ միլիոնավոր բանակ ազգաբնակչություն ունեցող հարևաններից, հակառակորդներից։ Ինչպես ենք մենք պաշտպանվելու նրանից։ Ինչպես վերջիվերջո ինչ է նշանակում մեզ ռուս բարեկամը, մեկն էլ ռուս բարեկամ ինքն իրեն պաշտպանի։ 1% ընդամենը Ռուսաստանը 3 տարում, դա ինչ են ասում թղթից, 1%-ն են ընդամենը գրավել Ուկրաինայի, որովհետև նրանց մոտ այդ կոռուպցիան, այդ ամեն ինչ է խտացությունը բանակի, որովհետև գումարները մսխվել են, այնտեղ են գումարները մսխվում։ Այսօր էլ այդ կռիվը տարվում է գումարները մսխվելու համար եւս որոշ շատ չափով նաեւ։ Ինչ է ասածս, որ վերջիվերջո մենք այսօր եկել ենք մի հանգրվանի, որտեղ կառուցվում է պետությունը, կառուցվում են ստրուկտուրաները դժվարությամբ, հա, դատական համակարգը ես տեսնում եմ դժվարությամբ, հիմա կրթական մեր մեծ գործ ունենք անելու կրթական համակարգում եւ ինչու եւ ունենք այդ շանսը, որ խաղաղության ֆոնի վրա, այսինքն մենք այսօր խաղաղության պայմաններում է հնարավոր այդ ամեն ինչը անել։ Ամբողջ պայմաններում է հնարավոր եւ ունենք այսօր մի պատուհան, մի լուրջ հնարավորություն ունենալով աշխարհի թիվ 1 լիդերը, որը միայն ուզում է խաղաղություն, որովհետեւ նա բիզնեսմեն մարդ է, շատ լավ հասկացել է, որ բիզնեսը, գործունեությունը այդ ամբողջը զարգանում է խաղաղության միջավայրում։ Պատերազմի մեջ, օքեյ, միայն զենք կարելի է վաճառել, բայց այդ զենքը սպանում է մարդկանց, իսկ առանց մարդկանց բիզնես անել ում համար է դա պետք։ Արման ջան, ինձ հուշում եմ, որ մեր եթերաժամը սպառվել է, ցավոք։ Կարելի շատ արագ անցավ։ Կրկին շնորհակալություն, մինչև հաջորդ հանդիպում։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով մենք զրուցում ենք միջազգային ագետ Արման Ավագյանի հետ։ Ամենայն բարիք ձեզ։